Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Էկոնոմովի հետ։ Ողջույն եմ, պարոն Էկոնոմով, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բարև ձեզ, ես շնորհակալ։ Այսպիսով Միացյալ Նահանգները գիտեք, որ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել մոտավորապես 30 երկրներում ծառայող իր դեսպաններին եւ Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպանը եւս փոխվելու է հունվարից։ Բայց որպեսի չկասկածներ տարբեր տեսակի չլինեն, Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, ասել է, որ դեսպանի հետ կանչը չի ազդի Միացյալ Նահանգների քաղաքականության վրա Հայաստանի նկատմամբ։ Ես ուզում եմ կանգ առնել այս ձևակերպման վրա եւ հարցնել ձեզ, կարող եք ձեր պատկերացմամբ ձևակերպել, թե որն է այդ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ուրեմն իրականում հետ կանչը դա կախված է իմ կարծիքով Միացյալ Նահանգների իրանց անվտանգության նոր ընդունված այդ համակարգային փոփոխությունների, որ իրանք արեցին մոտակա 4 տարվա բան ընդունել են նոր անվտանգային այդ օրակարգը եւ դրա հետ կապված իհարկե փոփոխություններ են կատարում եւ դեսպանատներում եւ իրանց ներկայացուցիչներում, սակայն ինչ որ կապված է Հայաստանի հետ, գիտեք ոնց օրակարգը արդեն ձևավորված է, այդ օրակարգը ձևավորվել է ինչ որ կապված է տնտեսական եւ աշխարհաքաղաքական մոտեցումները դեպի Հայաստան, այդ օրակարգը ձևակերպված է ոչ թե մեր պետության հետ շփումի ընթացքում, այլ իրականում իրանց պատկերացումներով եւ Նատանյահուի օգնությամբ, որ դիմել է պարոն Ալիևը եւ Նատանյահուն շատ լավ կապեր ունենալով Թրամփի հետ առաջատանում իրականում այն օրակարգը, որը որ ձեռնատու է հենց Իսրայելին առաջել, ոչ թե Ադրբեջանին, ուզում ուշադրություն դարձնել, հենց Իսրայելին իրականում սա շատ ձեռնատու օրակարգ է, այս Թրամփի ուղին, բայց ես ուզում ասեմ, որ դա մեզ էլ է ձեռնատու, այդ Թրամփի ուղին իրականում մեզ ձեռնատու օրակարգ է, եւ դրա համար ասենք սա բոլոր կողմերին հետաքրքիր եղավ։ Հիմա այդ առումով ես վստահ եմ, ոչ մի բան չի փոխվելու, քանի որ արդեն այդ նախագիծ են պլանավորում, հա, թե ինչպես է դա իրականանալու, շատ հարցեր կան իհարկե այդ Թրամփի ուղու հետ կապված, որը որ մենք պատկերացնում ենք, որ ընտրություններից հետո մինչև այդ միևնույնն է, իրանք չեն կարող վերջնական այդ պրոյեկտը համալրված ոնց որ հա ներկայացնեն, մինչև այդ երբ որ Նիկոլ Փաշինյանը արդեն ընտրությունները կպարտվի եւ նոր ուժը ով կգա, սան ինքը կարողանա ավելի հայանպաստ մոտեցումներ ձևավորի այդ բանում, որտեղ իրականում սա կարևոր է, ինչով է կարևոր, հա, սա նախ եւ առաջ կարևոր է նրանով, որ թե Նատանյահուն, թե Ալիևը խոսք են տվել, որ իրանք չեն հարձակվելու Հայաստանի վրա, Թրամփին են խոսք տվել։ Թրամփը այդ առումով ասել է, ես պատրաստ եմ այս ամեն ինչին փաստորեն տեր կանգնեմ այս ուղուն, եթե դուք խոսք եք տալի, որ չեք ներքաշի մեզ նոր պատերազմների մեջ։ Ես որպես երաշխիք պետք է լինեմ այս ամեն ինչը որ նորմալ կաշխատի, սակայն մի հատ փոքր բան կա, հա, այստեղ խաղանում արդեն Փաշինյանը, ինքը ինչ անում, ինքը ներկայացնում է, որ եթե ինքը չլինի, հիմա դա իր օրակարգն է, որ եթե ինքը չլինի պատերազմա լինելու բան, ես ուզում եմ ասեմ, որ ոչ մի պատերազմ միանշանակ չի լինելու, քանի որ արդեն այս օրակարգը ձևավորված է, Թրամփի ուղի օրակարգը, արդեն մի հատ այսենց ուրիշ բան որ գիտեք ոնց իրանք կարող է հիմա այդ շահագործելու համար որ մարդկանց հիասթափացնեն, վախացնեն, հա, որ ընտրություններին մարդիկ չգնան, որ կարողանան Նիկոլը վերարտադրվի, դրա համար կարող է սահմանում էլ ինչ որ փորձեն անդուր իրավիճակներ ստեղծել, ասենց ասեմ, հա, մեղմ ասած, բայց լայնածավալ պատերազմ միանշանակ չի կարող լինի, որտեղ դա հստակ արդեն Թրամփի կողմից է բանարված, եւ Նիկոլը ուզում է ներկայացնել ոչ թե որպես Միացյալ Նահանգներն են դրա երաշխիքը, այլ խաղաղության երաշխիքը ինքն
ինքն է։ Մի մարդ, ով էս պետության, էս ազգի գլխին բերեց այդքան արհավիրքներ, պատերազմներ, այդքան զոհեր բերեց մեզ, ու ինքը ուզում է դեռևս ինչ որ խաղաղության որպես խորհրդանիշ ձևավոր ներկայանա, այո։ Եվ դա ամենամեծ խնդիրն է մեր, որտեղ այս ընտրություններից առաջ ինքը ամեն ինչ անում, ամեն ինչի գնում է։ Հիմա բայց միջև իր ընտրություններին գալու նորից վերադառնամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ միանշանակ թե դեսպանի հեռանալը, հա, այստեղից սա մեծ փոփոխություն չի լինելու, ոչ մի բան չի լինելու։ Ինձ թվում է ամեն դեպքում սա կապված է հենց միայն այդ ամտանգային իրանց նոր օրակարգի հետ Եվ դա նորմալ բան։ Մի հատ բանն է, որ մեր դուրը չեկա, որ այդ 30 երկրների մեջ, ասենք, մենակ 3-ն են եվրոպական, հա, եթե մեզ են հաշվում, իսկ ես վստահ եմ, որ մենք ասում ենք մեզ եվրոպական երկիր, դա Սլովակիան, Չեխիան, երևի թե Ամենայն դեպս ասում են, որ դա Բայդենի ժամանակվա բոլոր դեսպաններն էին, դրա համար Ստացվեց, որ դուք ասում եք, այո, Թրամփի ուղին բավականին լավ ծրագիր որը Միացյալ Նահանգների քաղաքականությունն է նաև ոչ միայն այդ 3 կետերն են, նաև Թրամփի ուղին, որը ձևավորում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի հետ կապված։ Բայց Փաշինյանը, այո, ասում եք Փաշինյանը շատ է օգտագործում դա իր նախընտրական անգամ քարոզներում, որը դեռ քարոզարշավ չի սկսել, բայց խոսվում է այդ մասին, բայց չէ որ ձեզ կասեն, որ Թրամփի ուղին, որը կապեց Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ընդհանուր շահերով եւ հետաքրքրությամբ եւ որը դուք համարում եք դրական, դուք էլ ասացիք, դա դրական ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը կասի դա այո իմ շնորհիվ է եղել ինչու եք դուք նսեմացնում կամ չեզոքացնում իմ դերակատարում այդտեղ դա իմ ծրագիրն է ես եմ բերել Միացյալ Նահանգներին այստեղ հիմա գիտեք ոնց եթե այդ տրամաբանությունից ելնենք մենք պետք է ի վերջո հասկանանք որ երևի գիտեք ոնց մարդ որը որ 8 տարի է ղեկինա եթե ինչ որ մի բան ուրիշի կամքով անում է ու լավն է լինում մարդ մենք չպետք է ասենք չէ գիտեք ինչ որ ինքը կապնում է վատ չէ դա էլ է աննորմալ այո իհարկե 8 տարվա մեջ կարար ինչ որ մի բան աներ մատախառը լիներ ինքը չի արել ինքը չի բերել բայց իր մատախառն է որտեղ ստորագրել է ստորագրությունը ինքն է դրել ամեն դեպքում դրա տակ այսինքն եթե Միացյալ Նահանգների շահերի մեջ չմտներ դա Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր կարող ոչ մի դեպքում եւ իրան ինքը տեղակել չէր որ այդ ամեն ինչ արդեն նախապատրաստված է իրան վերջի վարքյանին ընկանչել ասել են արի պետք է ստորագրես այսինքն դա Միացյալ Նահանգների հետաքրքրությունն է տարածաշրջանի մեր տարածաշրջանի գիտեք ոնց սա այն միջին ուղու վրա ձեռ դնելն է որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն դեպքում ուզում են եւ դա նորմալ է բնական բան է որ ամեն պետություն ուժեղ պետություն ուզում է ինչ որ կարողանա ինչ որ չափով վերահսկի, հա, շատ ինչ որ Ռուսաստաններ ուզում աներ։ Այո, հիմա իսկ վերահսկումը ինչն է, ասենք, սա Չինաստանից դեպի Եվրոպա կապող ճանապարհ է դառնում եւ Ամերիկան այստեղ այդ վերահսկությունությամբ իր ուժը շատ բարձրանում է իրական։ Այլ կերպ ասած, դուք ուզում եք ասեք, որ այո, Նիկոլ Փաշինյանի օրոք է դա եղել, այդ Թրամփի ուղին, բայց եթե Նիկոլ Փաշինյանը չլներ այլ վարչապետ կամ այլ ղեկավար ավելի լավ պայմաններով մենք կունենայինք։ Նույնը կունենայինք։ Նույնը ավելի լավ պայմաններով։ Լավ կամ վատ, բայց նույնը կունենայինք։ Հաստատ ավելի լավ եւ ես վստահ եմ, երբ Նիկոլ Փաշինյանը գնա, դեռևս մենք հələ կարող ենք դեպի լավը փոխել։ Եվ ինքը պետքա գնա ամեն դեպքում, եթե ինքն էլ այդ արել, մեկը պետքա գնա։ Դա ոչ ոք չի փոխում։ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի թեման շարունակում ենք փոխգործակցության։ Իմացանք այսօր, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ։ Շատ հետաքրքիր է, որ այդ հանդիպումը տեղի ունեցել, իհարկե մեզ համար դա նշանակալի է, երևի թե դուք կասեք, բայց այստեղ ինձ հետաքրքիր է նախագահ Թրամփի ձևակերպումը, հայտարարությունը։ Թրամփը ընդգծել է Ես մեջբերում եմ այն, ինչ որ դեսպանատունը տվել է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի դեսպանատունը։ Թրամփը ասում է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը եւ նրա նշանակալի դերը խաղաղության գործընթացում կարեւոր են։ Այս ձևակերպումը ոմանք գնահատում են այս նախընտրական շրջանում որպես
աջակցության, այսպես ոչ ուղղակի, բայց Թրամփի կողմից Փաշինյանի տեխնացության աջակցություն։ Կարող ենք այսպես գնահատել, թե ոչ, ինչ է այս հայտարարությունը Թրամփի։ Ոչ մի դեպքում չի լինի դա որպես աջակցություն նայել, համ նախ եւ առաջ դա պրոտոկոլային հանդիպում է եղել, ոչ մի ինչ-որ կարևոր բան չի եղել, այն նկարվելու հանդիպումներ են դրանք կոչվում, ասենք դա ոչ մի լուրջ բան իրատակը չի պարունակում, սա միևնույնն է, մենք չենք մոռանա, որ նույն Թրամփը այդ Նիկոլ Փաշինյանի անունը միջով չընդունում դեմը գրած ինքը չի էլ հիշում դա, որ մեկն է, մեր պետությունն էլ խառնում է Ալբանիայի հետ մեկ նրա պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն է այս նախագահն, այլ ոչ թե որ Հայաստանը որ sense զրոյական պետություն, ոչ, Հայաստանը իրականում իրանից շատ հին մշակույթի պետություն է, եթե նորմալ մարդ ներկայացներ Հայաստանը, ես վստահ եմ ճիշտ ձևի ներկայացնել, ոչ թե գար ասել I'm Prime Minister of Armenia, այլ ճիշտ նախորդ հանդիպումներին ճիշտ ներկայացրած լիներ մեր պետությունը, իրանք կհիշեին, իր անունը կհիշեն, չէին ասեն other guy անունով։ Դա ծիծաղալու է Մի խոսքով դուք չեք համարում, որ դուք համարում եք, որ սա այնպիսի հայտարարություն է, որը ստանդարտ արվում է, դա ոչ մի եկալու են եւ ասեն, հեսա տեսեք զանգել էր, միջև էլ զանգել էր հարցեր էր, ոնց էս նոր էր ասել։ Բայց դա կարող է օգտագործվել, ճիշտ է, որպես օգտագործել դրանք ամեն ինչ, եթե Թրամփը ինչ-որ մի քիչ նայ քարտեզի վրա Հայաստանը, կասեմ, ես հատուկ էր նայում, որ Հայաստանի վրա, որ Նիկոլ Փաշինյանին օգտագործել։ Բարի, շնորհակալություն։ Հաջորդ հարցը ինչու, էլի ես հարցեր եմ տալիս, որոնք գիտեք, քննարկում է ժողովրդի կողմից, հանրության կողմից, վեճեր են լինում տարբեր բնույթի։ Ինչու Կայա Կալասը բացահայտ հայտարարեց Եվրամիության աջակցության մասին։ Հիշում ենք այդ ձևակերպումը, որ Հայաստանը դիմել է մեզ որպեսզի պրոքսի ներողություն հիբրիդային պատերազմի դեմ մենք օգնենք իրեն։ Հարցնում են, ասում են, սա ինքը կարող էր լուր անել։ Եվրամիությունը նախկինում էլ է աջակցություն ցուցաբերել տարբեր նախընտրական շրջանում, տարբեր գործողություններով։ Ինչու է սա հայտարարվել։ Այստեղ սա արդեն լուրջ մոտեցում է իրականում, սա գիտեք ոնց հենց Արարատ Միրզոյանի ներկայացմամբ ինքը դա հայտարարել է, սա նշանակում է, որ ինքը կոնկրետ ասել է, որ մենք աջակցում ենք Փաշինյանին։ Եվ ինչ է կատարում այս պարագայում, հա, նայեք, մենք պետք է մի քիչ աշխարհաքաղաքական ընդհանուր քարտեզը նայենք եւ կհասկանանք, որ այսօրվա պատերազմում թե Ռուսաստան, Ուկրաինա, թե ուրիշ պատերազմներ տարբեր տեղերում, իրանք դա ածանցալներ են, իրական պատերազմը դա տեխնոլոգիական պատերազմը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև։ Հիմա այդ պատերազմի մեջ Եվրոպան եւ ըստ ընդունած էս վերջի էլի փաստաթղթի Թրամփի, որը բացահայտ ներկայացնում է այն, որ այնտեղ ասում է դուք ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք Եվրոպային, Ամերիկան ասում են եւ իրանք լավ դա հասկանում են։ Հիմա այստեղ ինչ կատարվեց։ Այս պարագայում Եվրոպայի մեջ ընդվզում կա իրար մեջ պրոբլեմներ ունեն Եվրոպայի պետությունները Ուկրաինայի, Ռուսաստանի հետ կապված, իրանց տնտեսական իրավիճակի հետ կապված մեծ պրոբլեմներ ունեն։ Եվ ելնելով դրանից հիմա սենց է լինում, որ իհարկե իրանց հետաքրքիր էր Հայաստանը, բայց Հայաստանը իրանք միշտ նայում են Վրաստանի հետ միասին, առանձին չեն տեսնում Հայաստանը որպես Եվրոպայի մաս, իրանք պատկերացնում են միայն Վրաստանի, քանի որ Վրաստանին չի ստացվում դեռևս բերել ընդե, դրա համար հիմա իրանք որոշել են, որ կարևոր հանգամանք իրանց համար Ռուսաստանից պոկելն է Հայաստանի, ամեն գնով պոկելը։ Դրա համար իրանք Հայաստանը բրդում են դեպի Թուրքիա, ասում են դուք գնացեք դեռևս Թուրքիայի հետ, մենք ձեզ կօգնենք, ամեն ինչ կանենք, որ դուք Ռուսաստանից պոկվեք, գնացեք Թուրքիայի հետ եղեք, երբ որ մենք ստեղ մեր հարցերը լուծենք Եվրոպայում, հետո ձեզ կվերադառնանք, բայց կարող է այդ հետոն չվերադառնան եւ մենք էլ տենց մնանք հենց Թուրքիային կապած։ Այս ամենամեծ խնդրեմը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ դա օգտագործում է, որ ինքը Եվրոպան մետ է, ինքը ուզում է գնալ Եվրոպա։ Եթե Եվրոպայր ուզում գնար, նախ եւ առաջ դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ այդ ՍԵՊԱ-ի բաներ ստորագրած եւ պետք է նախապատրաստեն 8 տարի է Նիկոլը ոչ մի բան չի արել։ Ես մի բան կարամ ասեմ, որ միանշանակ միակ ուժը, իրական ուժը, որը Եվրոպա մետ է, բացի մեզանից իհարկե, դա Տիգրան Խզմալյանի ուժն է, ովքեր որ իրականում անցկացրեցին օրենքի բանով, իրան օգնեցին ուրիշները։ Այնտեղ իրակ ովքեր կան, որոնք որ շատ կներեք, ես գիտեմ ձեր մոտ են գալի այդ մարդիկ, բայց իմ համար դա այդ խուրշուզյանիստներ են կոչվում, եւ ես դες ասեմ, մեր համար անընդունելի, որտեղ իրանք լիովին
օգնում են Նիկոլ Փաշինյանին իր օրակարգի մեջ, լիովին մասնակցում են այդ խաբեբայության մեջ, որը որ մեր ժողովրդին թյուրիմացան մեջ են խաբեբայությունը։ Այն որ այսօրվա դրությամբ ամեն քայլը, աչքերը, այն որ Եվրոպան իր կողմից աչքերը փակում, սրանք իրանց կողմից են, փոխանակ իրանք պայքարեն Եվրոպայի հետ, ասել ժողովուրդ, եթե դուք ուզում եք, որ մենք դառնանք Եվրոպայի այն մասը, ինչ որ մենք ենք իրականում ուզում, դուք ոչ թե պետք է մեզ Այսօր Նիկոլին օգնեք, որ ինքը վերարտադրվի, բայց ինչ ձևով վերարտադրվի, այն որ ընդդիմությանը այսպես անօրինական սահմանադրության տապալման միջոցով, օրենքը խախտելու միջոցով գնա, դա է ժողովրդավարությունը։ Ոչ, իրանք անում են այն, որ մեզ բրդում են դեպի Ռուսաստան, այս ամենամեծ խնդիրը։ Ինչպես է դա այս ամբողջը ասեք։ Այս ամբողջը բացատրեմ, նայեք, Արամ Սարգսյան, Խուրշուդյան, պարոն Բաբաջյանը, իրանք բոլորը այսօր Պարզա դա երևում է ամեն ինչ, այս մարդիկ ամեն ինչ անում են, ինչ որ Նիկոլ Փաշինյանը սխալ անում է, իրանք այդ սխալները ուզում են մաքրազարդեն, ավելի ինչ որ ինչպես են հրում դեպի Ռուսաստան։ Ռուսաստանին հրելը սենց անում։ Երբ որ մեր ազգը, հա, պատրաստ է գնա դեպի Եվրոպա, ժողովրդավարության մասին է խոսքը, այս եկեղեցու վրա հարձակումները, հա, մեր եկեղեցին սարքել են մի հատ ինչ որ, ասեմ, անհասկանալի մի հատ բան որ իր այն խանութը որ ասեց, չէ, այս վերջի ելույթները ասեց այն խանութը ձեզ ասում են փակեք, այսպես խանութի պես ինչ որ կարգավիճակ է տվել եկեղեցուն, փակեք, հանեք, այն որ սահմանադրությամբ ինքը իրավունք չունի այդ բաները։ Մեր ժողովրդին թվում է որ ես մի բան կանեմ ասեմ, հայ ժողովուրդը ամենաիմաստուն ժողովուրդներից մեկը։ Բոլորը սխալվում են, որ ասում են, դե այս ինչ բառեր են օգտագործում, շատ սխալ ձևի բառեր են ասում։ Մեր ժողովուրդը այդ ամեն չզգում է։ Եվ տենում է, այն Եվրոպան, երբ որ Սերժի վաղ ռոբի ժամանակ մի հատ ինչ որ բաներ լինում, մի հատ անդիմադիրի մի հատ ինչ որ բան լներ, չեմ ասում եկեղեցուն հանգարց մեկը կապներ։ Սա Եվրոպան շուխուր էր դնում, անգամից դելեգացիաներ էին գալի, գնում ինչ որ եսին բաներ են, այսօր ձենձուն չկա։ Միակ մարդը, որ իրականում ես տեսել եմ այդ պայքարը, այսօր էլ է պայքարում այս մարդը։ Տիգրան Խզմալյանն խեմ ասում, որտեղ ես տեսա, որ ինքը ոնց այդ դեսպանատները այցելում այդ եվրոպականում բացատրում է այդ մարդկանց։ Այդ մարդը ասում է, սխալ եք անում, սենց չի կարելի։ Եթե դուք ուզում եք, որ այս ազգը գա դեպի Եվրոպա, դուք չպետք է բրդեք դեպի Ռուսաստան։ Իսկ դուք բրդում եք, երբ որ դուք ասում եք մի կողմի ժողովրդավարություն, բայց ժողովրդավարությանը հերը անիծվում է ստեղ, ու դուք ձեր աչքերը փակում եք, դա նշանակում է ինչ, մենք պետք է գնանք թուրքերի տակ պարկենք, ոչ։ Ես ասում եմ, միանշանակ ես եմ վստահ, մեր ժողովուրդը կետա դեպի Ռուսաստան ավելի շուտ, բայց Թուրքիայի կողմ չի գնա։ Այո, որովհետև ալտերնատիվը այդպես է։ Դե են անում, իրանք իրանց մոտ չեն քաշում, որտեվ բրդում են ասում են, հա, ինչ ուզում ես ընդեղ արա, այնքան որ վերարտադրվի։ Դա է ժողովրդավարությունը, դա է Եվրոպա։ Այսինքն դուք այլ կերպ ասած այս հարցին ինչու կալասաբացը հայտարարեց Եվրամիության աջակցության մասին, դուք ուզում եք ասեք դրանով ինքը հայտարարեց իր Նիկոլ Փաշինյանի Նիկոլ Փաշինյանի աջակցություն Նիկոլ Փաշինյանի դա արվեց, բայց այո, դա այդպես է։ Այո, եւ դրանով դուք համարում եք նա նպաստում է, որ Հայաստանը գնա դեպի Ռուսաստան, քանի որ չեն հասկանում, ես ձեզ իրանք չեն հասկանում, քանի որ ես շատ եմ շփվել շատ բարձր մակարդակով եվրոպական չինովնիկների հետ, տարբեր պետություններում։ Ես ձեզ մի բան ասեմ, իրանց մտածելակերպը շատ նեղ է իրականում։ Մեզ թվում է, եթե ինքը այնտեղ Կայա Կալասը հասել է ինչ որ եվրոպական այդ միության բարձր պաշտոնների, ինքը շատ լայնածավալ sense մտածել է։ Ոչ, այդ պաշտոնյաները 90%-ում շատ նեղ է իրանց մտածելակերպը։ Այս մարդիկ շաբլոններով են աշխատում։ Ես դրան հանդիպել եմ, հենց որ դու ճիշտ տրամաբանություն ես դնում շաբլոնից դուրս, իրանց մոտ այդ կոմպյուտերը խփում է իսկական։ Ձեր ձևակերպումը հետեւյալն է կամ տրամաբանությունը հետեւյալն է, քանի որ Նիկոլ Փաշինյանը համարում եք դուք չի գնում դեպի Եվրոպա։ Եթե սխալվում եմ, դուք ինձ օգնեք, որտեվ ես փորձում եմ մեկ ձևակերպումով։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ըստ չի գնում դեպի Եվրոպա, դա կեղծ օրակարգ է իր համար, նա կեղծում է այդ ուղղությունը ցույց տալով, այլ իրականում գնում է դեպի Ռուսաստան, ապա Նիկոլ Փաշինյանին աջակցելը նշանակում է ուղղորդել, այո, երկիրը, քանի որ եթե վերարտադրվում է Նիկոլ Փաշինյանը, որը գնում է դեպի Ռուսաստան, նշանակում է ուղղորդել դեպի եւ այստեղ ոչ միայն ժողովրդի մասին եք խոսում, որը կարծում է, որ գնում է դեպի Եվրոպա, բայց աջակցելով Փաշինյանին իրականում գնալու է դեպի Ռուսաստան, այլ անգամ Եվրամիությանն եք դուք կասկածի տակ դնում, որ Եվրամիությունը մոլորության մեջ է այս։ Միանշանակ մոլորության մեջ են, ու իրանք ինձանից լավ գիտեն, որ մոլորության մեջ են, դա ամեն օր են խոսում դրա մասին իրանք, եւ դրա մասին խոսացել է հենց Տրամփն էլ արդեն ասել, ուղակի պարզ ասում։
Այն ձեր քաղաքականությունը ինչ որ դուք եք վարում, ձեզ կործանման է բերել, ուղղակի ձևով ասե։ Միգրացիայի հետ կապված իրենց քաղաքականությունը Եվրոպացիների։ Չէ, Հայաստանի հարցում մոլորության մեջ են եվրոպացիները, թե ոչ։ Մենակ Հայաստանի չէ, իրանք շատ հարցեր են մոլորության մեջ են գնում։ Բացի տնտեսությունից, որ իրանք լավ էին տիրապետում այդ Յալտայից հետո, 45 թվականից հետո որ տնտեսական էլի ԱՄՆ-ի օգնությամբ Եվրոպան ոտի կանգնեց, ասենք այդ տնտեսական հարցերը իրանք լավ են լուծում։ Այս վերջերս դա չեն կարող լուծել, որովհետև Չինաստանը, քանի որ շատ ուժեղ բարձրացավ եւ այսօրվա դրությամբ, ասենք իրենց տնտեսությունը դրա պատճառով շատ վատ իրավիճակի մեջ է, իրանք տնտեսությանն էլ չեն կարող լավ տիրապետեն եւ այսօրվա դրությամբ իրար մեջ խնդիրներ ունեն եւ ես վստահ եմ որ 10 տարի հետո Եվրոմիությունը կմնա այս վիճակում ոնց որ կա։ Այլ կերպ ասած, նորից եմ հարցնում, Եվրամիությունը ըստ ձեզ Հայաստանի հարցում մոլորության մեջ է եւ այ բոլոր իր գործողություններով նա Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա ուժեղացնում է, ոչ թե թուլացնում։ Այո, եւ այդ առումով մենք տիկինգան իրականում ուզում ենք մոտակա ժամանակներում արդեն նոր տարուց հետո երևի կլոր սեղան հրավիրենք, եթե կարողանանք դեսպաններին հրավիրել եւ ներկայացնենք այս մեր խնդիրները, որ մենք ենք տեսնում այդ, հա, այդ բացի դրանից ՀՄԿ-ի հետ կապված մենք մոնիտորինգ ենք արել, թե ինչպես է կատարում այդ ռոպագանդան, ու այդ ռոպագանդան հենց էլի Եվրոպան դրա վրա էլ աչքերը փակում։ Մենք այդ ամենը պետք է անենք, որովհետև եթե ընտրությունները ուզում ենք ժողովրդավարը ձևով անցնեն, դու պետք է հավասար հնարավորություն տաս բոլորին, բայց այսօր դրությամբ ընդհանրապես հավասարություն չկա, արդարություն չկա, եւ մեր ժողովուրդը դա ազգում է, էլ եմ ասում, այդ արդարության պակասը ուղղակի ամենակարևոր խնդիրն է մեր մոտ։ Այսինքն նորից այլ ձևով եմ ասում, բայց դուք հաստատում եք կամ ասում եք սխալ եմ։ Այսինքն դուք ահազանգում եք, որ այնինչ տեղի ունեցավ Վրաստանում, դուք սկզբում ասացիք, որ դիտարկում են Հայաստանը եւ Վրաստանը, դիտարկում էին Հայաստանը եւ Վրաստանը միասին որպես ապագա Եվրոպայի միության անդամ երկիր, այնինչ կատարվեց Վրաստանում, դուք հիմա ահազանգում եք եւ ասում եք, այստեղ նույնն է կատարվելու։ Դուք մոլորության մեջ եք, ինչպես մոլորվեցիք Վրաստանի հարցում, ժողովուրդը մնաց եվրոպական ձգտումով իսկ իշխանությունները գնացին դեպի Ռուսաստան, դուք ասում եք այստեղ նույնն է, դուք պարզապես դեռ տեղյակ չեք գլխի ընկել ներողություն, որ այստեղ այո նույնն է, բայց մի հատ տարբերությամբ, որ կարող է ոչ թե դեպի Ռուսաստան գնան, որովհետև Փաշինյանը կարող է ռուսներին խափի, եվրոպացիներին խափի եւ գնա դեպի Թուրքիա։ Այդ ամենավատ սցենարն է մեր համար։ Ահա, ուրեմն ոչ դեպի Ռուսաստան, այլ դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Այստեղ այլ հարց է բարձրանում։ Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները, արդյոք նրանք չեն ջատագովը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման, եւ որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը եւ Թրամփի ուղին էլ հենց դրա մասին է, որպեսզի լավ հարաբերություններ ունենան։ Այստեղ երևի թե ես մի փոքր հարցիս մեջ ընդգծեմ, լավ հարաբերությունները եւ ենթակայության տակ հայտնվելը տարբեր բաներ են, գուցե եւ համեցեք։ Ուրեմն միանշանակ որ լավ հարաբերությունները Տրամպը իր այությամբ բիզնեսմեն է եւ ինքը հասկանում է որ լավ փող կարա աշխատի երբ որ ամեն ինչ հանգիստ է եւ բիզնես մտնելորդը թույլ է տալի փող աշխատելը, հա, եւ իհարկե դա ամենակարևոր հանգամանքն է որ խաղաղ իրավիճակ ստեղծվի այստեղ, սակայն մի մոռացեք մի հատ էլ հանգամանք իհարկե Թուրքիայի հետ կապված, որը որ այս ճանապարհը դա հատուկ Թուրքիայի համար չի, ամենաշատ շահագրգիռ իհարկե այս ժամանակի ընթացքում Ադրբեջանն էր, որը Նախճեվանի հետ կապներ ուզում հաստատել, հա, ավելի, բայց այդտեղ իրականում խաղաղությունը էլ եմ ասում Չինաստան Եվրոպա կապն է հաստատվում այս ճանապարհով էլ այդ թվում, որտեղ էլի ճանապարհներ կա, բայց սա կարևոր ճանապարհ է լինելու։ Բայց սրա հետ միասին մի հատ էլ ուրիշ խնդրեմ կա, որ նայեք, մի կողմից այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային ոնց որ ցույց են տալի, որ մենք ձեր հետ պատրաստ ենք համագործակցելու, չնայած մինչև այսօր հələ F-35-ների այդ կործանիչների կոնտրակտը կնքված չի, դեռ Բայդենի ժամանակվանից էր դա, հա, իսկ թուրքերը շատ են ուզում, որովհետև այսօր դրությամբ Հունաստանի այդ խնդիրներում ինչ որ իրանց մոտ այնտեղ թե ընդհանրապես տարածաշրջանում իրանց շատ կարևոր ուժ է դա լինելու
Եվ բայց դրա դեմ է դուրս եկել Իսրայելը։ Իսրայելն ամեն ինչ անում, որ այդ մերժեցնի, հա, այդ պահանջները Թուրքիայի եւ այս 3 էր, եթե չեմ սխալվում, Իսրայել, Հունաստան, Կիպրոս այդ երակոմ պայմանագիրը, որ ստորագրվեց, իրանք ստորագրեցին դա հենց Թուրքիայի դեմ։ Նոր ուզում ասեմ, ստեղ իրավիճակն չի, որ միանշանակ ԱՄՆ-ն Թուրքիային սատարում է։ Եվ երկրորդ հարցից մեջ երկրորդ հատվածը կար, որտեղով է անցնում լավ հարաբերությունների դեպի կախվածության մեջ հայտնվելը։ Դե գիտեք ոնց է։ Լավ հարաբերություններ նշանակում է մենք պետք է կախվածության մեջ օրինակ Ռուսաստանի հետ մինչև 2001-2 թիվը լավ հարաբերությունների մեջ էինք Ելցինյան Ռուսաստանի հետ, նորմալ հարաբերություններ, հավասարաչափ գործընկերներ էինք։ 2001 թվականից այս կողմ արդեն Քոչարյանի ժամանակ ինքը դարավ ընկեր Պուտինին, բայց Հայաստանը արդեն դարավ կախվածության մեջ ընկավ Ռուսաստանից։ Ու արդեն այն ստարշի բրատ, մլադշի բրատ այսպես մոտեցումներ սկսեցին առաջ տարվել, հետո այդ հանգստությունը բան եղավ։ Այսինքն դուք կարծում եք ղեկավարից է գալիս հանձնել կախվածության տակ։ Նայեք, ղեկավարը այդ ժամանակ, նայեք, այն ժամանակ կախված էր ղեկավարներից, որտեվ ինստիտուտները չեն աշխատել մեր մոտ, մինչև այսօր չկա, մեր ինստիտուտները կայացած չեն, Տիկին Գայանը, այդ ինստիտուտները մինչև չկայանացնենք, միշտ ղեկավարից է կախված լինել, ու մենք երազելու ենք, այ Աստված տա լավ ղեկավար լինի, որ հայանպաստ ինչ-որ բաներ անի, բայց կարող է բախտերից չբերի ու ոնց որ չի բերել այս քանի տարիների ընթացքում, միշտ կան ինչ-որ թափթփուկներ, որոնք որ իրանց նպաստ են անում, ի վնաս հայերի եւ հայ պետությանը, Հայաստանին, հա, այսինքն անձնական շահը առաջ իհարկե, դրա համար երբ որ իրանք ընդհանուր ինֆրաստրուկտուրան տվեցին Ռուսաստանին, Քոչարյանը, հա, ամեն ինչը տվեց Ռուսաստանին, կոպեկներով տվեցին։ Այո, իր հարաբերությունները Պուտինի հետ շատ լավացավ, բայց Հայաստանը դրանից մենակ կորցրեց իրենց հարաբերությունների լավանալուց։ Հիմա նույն ձևով ստեղ, երբ որ մեզ բրդում են դեպի Թուրքիա, ես վստահ եմ, որ արդեն չտեսնված հարաբերությունները Փաշինյանի մոտ Էրդողանի հետ, Էրդողանը երևի փոքր ամենասիրած տղու դերն է հաղալու ինքը, բայց Հայաստանը դրանից ոչ մի բան չի շահելու։ Այլ կերպ ասած, լավ հարաբերություններին դեմ չեք, բայց գիծ պետք է լինի, կարմիր գծեր գոյություն ունեն, պետք է գոյություն ունենան։ Ես կողմնակից եմ ինստիտուտների մակարդակով լավ հարաբերություններ, ոչ թե անձնական, որտեղ այդ անձնականը մի մարդուց է կախված, այդ մարդը այսօր կա, վաղը չկա։ Պետք է ինստիտուտները աշխատեն եւ հարաբերությունները ինստիտուտների մեջ լինեն։ Շնորհակալություն։ Եվ անցնում ենք ներքաղաքական հարցերին, Facebook-յան ձեր էջից տեղեկացավ, որ մշակվել է վերածնունդ ռազմավարական ծրագիրը, այո, որը ինչ-ինչ գործողությունների փոփոխություններ են նախատեսում, որոնք ես վերցրել եմ դա տեքստից, որը ձեր Facebook-յան էջում հրապարակվել էր, իրենց հերթին, ինչպես նշված է ծրագրի նախաբանում, հիմք կհանդիսանան տնտեսական հրաշքի համար։ Դուք այդ տնտեսական հրաշքի մեջ ներգրավում եք, թվարկում եք հետևյալը, մենք ոչ միայն կկրկնապատկենք հնան, այլ կստեղծենք ներդրումների էքսպոնենցիալ աճի էքսպոտենցիալ կներեք վերցրել եմ տեքստը եւ նոր եմ կարդում աճի պայմաններ, ինչը իր հերթին բազմապատիկ կավելացնի ազգային հարստությունը եւ այլն դուք ասում եք բժիշկների ուսուցիչների աշխատավարձը կկազմի ոչ պակաս քան 400,000 դրամ նախատեսում եք նաև ազգային միասնության ստվերային կոալիցիոն կառավարության ստեղծում եւ ունեք անգամ պաշտոններ անուններ ես կթվարկեմ գովազդից հետո կթվարկեմ ուրեմն անունները եւ կխնդրեմ բացատրեք սա ինչ տնտեսական հրաշքի մասին եք խոսում համեցեք այո հրաշքին կպատասխանեմ հետո այո պետք է սկսենք հրաշքից պետք է սկսենք տնտեսական հրաշքից ընդհանրապես պետք է սկսենք վերածնունդ ռազմավարական ծրագրի մասին խոսակցությունից որ դուք բացեք ով է ստեղծել ում կողմից է մշակվել եւ մնացած արդեն բոլոր հարցերը շնորհակալություն գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ մնացեք մեզ հետ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։
Ֆելիչե։ Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շփիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Այսպեսով սիրելի հայրենակիցներ, զրուցում ենք պարոն Արտաշես Էկոնոմովի հետ, նժար համանդրական շարժման համահիմնադիր։ Նախ ամենասկզբից հարցնեմ, եթե սա շարժում է, ապա մասնակցելու եք ընտրություններին թե ոչ, եթե այո, ինչ ձևով։ Եթե ոչ, ասում եք ոչ։ Այո, մենք մասնակցելու ենք ընտրություններին, մենք դաշինքով ենք ուզում մասնակցել եւ ամեն ինչը մենք անում ենք դրա համար, այս մեր հանդիպումները տարբեր ուժերի հետ հենց դրա մասին են, որ մենք ուզում ենք միավորել տարբեր ուժերի եւ դաշինքով մասնակցել, քանի որ մենք պատկերացնում ենք, որ իրականում հաղթը շատ ծանր ժամանակ է լինելու եւ մենք պետքա մեծ ուժեր կուտակենք, որ կարողանանք դեմը առնենք Փաշինյանի։ Ծրագիրը պարզ է արդեն ձեր եւ այսպես մենք գովազդից առաջ ասացինք այն մասին, որ մշակվել է Facebook-յան ձեր էջից տեղեկացել են, որ մշակվել է վերածնունդ ռազմավարական ծրագիր, որը եթե իրագործվի, ապա հիմք կհանդիսանա տնտեսական հրաշքի համար։ Բացատրեք թե ինչպես։ Ներկայացնեմ։ Ուրեմն այդ տնտեսական հրաշքը լինելու է իրականում շատ հաշվարկված, հիմա ես դες կներկայացնեմ ոնց է դա աշխատելու։ Սա 3-ից 5 տարվա մեջ այդ ամեն ինչի որ գրած է, սա լինելու է 3-ից 5 տարվա ընթացքում այդ ամեն ինչին մենք կհասնենք։ Մենք նախ եւ առաջի տարին դա արդեն նախապատրաստական աշխատանքները գնում են, մենք արդեն IT մասնագետներ ունենք, միջև էտել ենք մենք աշխատել դրա վրա, ասենք որ պետքա կանխիկ փողը Հայաստանում վերացվի։ Մենք չենք ունենալու կանխիկ փող, մենք ունենալու ենք երկու ռեեստր, մեկը լինելու է թվանշային փողը, հայկական դրամը, որը որ վերահսկվելու է կենտրոնական բանկի կողմից,
որ պատկերացնենք մյուս ռեեստրը լինելու է ապրանքների եւ ծառայությունների մատուցման ռեեստր, որտեղ որ նշվելու է բոլոր ապրանքները, որ արտադրվում են, ներկրվում են, այստեղ օրինական ձևով, ինչ որ օրինական է եւ ծառայությունները, որոնք այստեղ մատուցվում են, այդ ամեն ինչը այդ ռեեստրների մեջ։ Այդ երկու ռեեստրը իրար հետ շատ պինդ շահկապված է, ուրեմն Եթե պատկերացեք խենք մենք ասում, որ հնան աճելու է մեկին մեկ համեր, նայեք, այսօրվա դրությամբ պետականորեն ասում են, որ գորշ տնտեսությունը մեր մոտ 35-ից 40% է, Ստվերային, հա։ Ստվերային, այո, իսկ իրականում դա մոտարապես 65% է, մենք վերցնում ենք 50%-ը միջինը վերցնենք, որ իրականության մոտիկ լինենք, 50%-ը ստվերայինն է, հա։ Ուրեմն եթե ստվերայինը 50%-ը, դու եթե ստվերից հանում ես քո տնտեսությունը, դու փաստորեն մեկին մեկ աճ ես տալի հնայի, միանշանակ։ Ուրեմն այդ մեկին մեկ աճը մի Ինչու անգամ ես հանում ստվերից, ով է հանում ստվերից, եթե ստվերի մեջ լավ տեղավորվել է։ Դե լավ տեղավորվել է, բայց երբ որ դու մտնում ես կանխիկը դու հանում ես ու բոլոր ծառայությունները թվային Այսինքն քեզ ձեռնտու պետք է լինի ստվերից դուրս գալը։ դու քեզ կհանենք ստվերից, նախ եւ առաջ։ Տեսեք, հա։ Այդ Դա սիստեմը ամենակարևորն է։ դա բլոկչեյնի վրա հիմնված ծրագրեր են։ Այդ ծրագրերը թույլ չեն տալու, չես կարողանա արդեն ստվերի մեջ մտես։ Կանխիկ փող չի լինելու, ամեն ինչը երևալու է Պեկի համար ամեն ինչ երևալու է։ Տեսնելու, ընդհանրապես ոչ մի գումար չի շարժվելու առանց բանի, բայց դրա հետ միասին իհարկե հարկերն է իջացվելու, իհարկե հնարավոր, նայեք, շատ հեշտ է դա արվում, այնպես չէ, ինչ որ բարդ բանա խոսք ենք տալու, չէ, շատ իրականում դու պետք է տարածաշրջանում եղած հարկերից ոչ ավելը ունենաս, որ դու հետաքրքիր լինես։ Դու պետք է ստաբիլ լինես, դու պետք է ժողովրդավար լինես։ Ասենք մի քանի հանգամանք կա, որ ներդնող կա, հա, քո մոտ։ Ստաբիլ, մարդկանց համար հասկանալի, ժողովրդավար երկիր լինես, հա, այդ դեպքում ու հարկերդ, եթե տարածաշրջանում, եթե նվազագույնը չեն, բայց ասենք չեն ավել, քան քո հարևանների մոտ։ Այդ դեպքում ներդրումները միանշանակ գալու են քո մոտ։ Դրա հետ միասին դու դառնում ես Հարկը ոնց ես ավտոմատիչեցնում, դու ինչ որ կապվածություն չէ, պետք է տնտեսական հենց տնտեսության ակտիվության աճի եւ այլնի հետ Չէ, անպայման չի, աճը դու կարաս հակառակը։ Դու կամայականորեն կարող ես հարկերը իջացնել եւ դու կարաք դա կառավարության որոշման հիման վրա է առնում, օրենքն ընդունվում, ասենք, ու դրանից հետո արդեն սկսվում է այդ գործողությունները, հա, հարկերը կարելի է իջացնել, ասենք, հիմնարկների ձեռնարկությունների համար, որ ավելորդ այդ մոծումները չեն միջով 20 ես հիմա չեմ ուզում այդ տնտեսական ուղղակի հարկերը իջեցնում ես, ստվերից դուրս են գալիս մարդիկ։ Չէ, ստվերից դու սենց տենես ես իրանց հանել, բայց դու կարաս հարկերը չիջացնես։ Ստվերից հանես ու իրանք այդ հարկերը մուծելով տակից դուրս չեն գա եթե հիմա դու ստվերից իրանց հանես այդ մեր ծրագիրը որ մենք ուզում ենք ներառենք այդ ծրագիրը աշխատի ուզեն չուզեն բոլորը դուրս են գալու 3 տարվա մեջ բոլորը դուրս են գալու ստվերից ամեն ինչը թվայնացված առնելու ոչ մեկ չի կարողանալու վաճառել թմրանոթ չի լինելու վաճառել չեն կարողանալու թմրանոթ Հայաստան եթե բերեն ասենք այն հարուստ մարդիկ կետան դրսից իրանց համար կբերեն ու ճանապարհին կբռնվեն չեն բռնվի կնստեն այդ իրանց խնդիրն է ընդհանրապես թմրանոթ չի լինելու վաճառել ստեղ խաղամոլությունը չի լինելու որտեղ մենք որ գալիս ենք մենք միանշանակ ենք ասել չենք փակելու ենք այդ on-line այդ կազինոները այդ բաները միանշանակ չի լինելու ինչի նայեք մեծամասնություն տուժում են հասարակ մարդիկ Միջինից ցածր մարդիկ, ովքեր ամենա կոպեկ աշխատում են, որ աշխատավարձը պետք է բերի տուն, մինչև տուն հասնել է քարտի վրայից ինքը հեռախոսի վրա այդ զիբիլները հաղում է, ու պարտված գալիս է տուն, արդեն փող չկա, հետո սկսում է հարևանից պարտ կուզել, նրան խաբել, սրան խաբել, ու այս սաղ խնդիրները մեր մոտ առաջանում այդ սրանցից երկու ամենամեծ խնդրեմ կա, թմրանոթ, խաղամոլություն։ Այս երկու հարցը եթե մենք լուծում ենք, մարդիկ մի քիչ շունչ քաշեն։ Դրա հետ միասին մենք այդ կարողանալու ենք միանշանակ այդ հնան, քանի որ սպիտակ զոնայի մեջ ենք մտցնելու, հա, տնտեսությունը, դա դառնալու է արդեն հնարավորություն տալու միջին եւ ցածր թոշակները մեկին մեկ ավելացնել հնարավորություն տալու դա հաշվարկներ է, սա խոսքեր չի լոկ, մենք կներկայացնենք այդ հաշվարկները իհարկե։ Մի խոսքով ռեալ իրատեսական եք տեսնում այդ միանշանակ ու շատ արագ 3-ից 5 տարվա մեջ այդ ամեն փոփոխությունները կատարված կլինեն։ Այն ինչ արվում է այսօր Հայաստանում տնտեսության մեջ, դա դուք տեսնում եք, որ այդ ուղղությամբ են գնում, թե բացարձակ այդ ուղղությամբ չեն գնում։ Չէ,
Որտեւ գիտեք ոնց միջև քաղաքականություն մտնելը ես շփվել եմ եւ տեսել եմ առաջարկներ են կարել ղրկել են նամակներ ասենք նույն ձև ոնց որ այսօրվա դրությամբ մարդիկ ովքեր մենք վեկալել ենք այդ իրանց համապարփակ անվտանգության համակարգը ներառելու բանով բայց այդ մարդիկ 7 տարի առաջ արդեն սկսել են աշխատել 4 տարի առաջ դա պատրաստ է եղել ներկայացրել են կառավարությունը եւ 0 ոչ մի բան Ձեր թույլտվությամբ գալիս ենք հասնում ենք կոալիցիոն կառավարության ստեղծմանը։ Նախ ազգային միասնության, ինչպես է կոչվում, ազգային միասնության ստվերային կոալիցիոն կառավարություն եք ստեղծում, ընտրություններին հաղթելու դեպքում, դե եթե հաղթում են արդեն ստվերային չի։ Դուք համարում եք, եթե հանգարց ընտրություններում անգամ չհաղթեք, այս ստվերային կառավարությունը ոնց է աշխատելու հետ էլ ասեք, հետո նոր արդեն կանցնենք ուրեմն ստվերային կառավարությունը դա միջև ընտրություններն է միշտ լինում։ Այսինքն ես 6 ամսվա համար եք խոսում։ 6 ամսվա համար մենք ներկայացնելու ենք մեր ժողովրդին, մեր հանրությանը այն կառավարության երարխիան ու այն մարդկանց, ովքեր զբաղեցնելու են այդ պաշտոնները, որ մարդիկ իմանան, որ եթե դուք անգամ հաղթեք, եթե մենք հաղթեցինք, այս մարդիկ են։ Որ այսօրվանից իրանց գնահատական տան, իրանց հետ խոսան, հասկանան ով են, ինչ են։ Վարչապետ Նինա Կարապետյանց Պարզե նժար սահմանադրական շարժման համահիմնադիր։ Այ դրա վրա մի հատ կանգնենք իհարկե։ Ուրեմն նայեք, հա մենք հենց սկզբից որ մեր շարժումը ստեղծեցինք, մենք հենց սկզբից որոշել էինք, որ մենք գնալու ենք ոչ թե բաժանելու, այլ միավորելու։ Եվ մեր նպատակն է իրականում, որ մենք կարողանանք մթնոլորտը մեր պետության մեջ փոխենք, հա, բացի համակարգից, որ ամենակարևորն է, քանի որ դա շարունակությունը, հա, կլինի այն իրավիճակի, համակարգը փոխվեց, հետո երկրորդ քայլը պետք է լինի վստահության մթնոլորտը, հա, մարդկանց մեջ, մարդկանց դեպի կառավարություն, պետություն։ Հիմա նայեք, այդ բոլորին միավորելու համար այն ինչ որ դուք հիմա կարդալու եք, սա համացանցում տարածված է, բայց մեր ասածն է, որ այստեղ մենք տենում ենք համարյա թե բոլոր ուժերին։ Բացի պարլամենտական ուժերից, հա, ովքեր պարլամենտում են ներկայացված Քոչարյան, Սերժ, Նիկոլ Փաշինյանը, իրանց ուժերը եւ իրանց սատելիտները, բացի իրանցից բոլորը համարյա թե այստեղ ներկայացված են։ Ինչի համար, սա ոչ թե նրա համար, որ մենք պայմանավորվել ենք արդեն, այլ նրա համար, որ հասկանան։ Մեր համար շատ կարևոր է այդ համակարգային փոփոխությունը, մեր համար կարևոր է մեր Վացլավ Գավելը։ Տիկին Կարապետյանցը, Նինա Կարապետյանցը, դա հայկական Վացլավ Գավելն է։ Այդ այն մարդն է, ով ժամանակավոր ասենք այդ 3 տարով այնտեղ նշած է, որ 3 տարով այդ կոալիցիան ստեղծվում, եթե այո, ժամկետը 3 տարի։ 3 տարով է լինելու, սա փաստորեն ժամանակավոր կառավարություն է, որ այս հեղափոխական փոփոխությունները մենք կարողանանք կատարենք համախմբված, բոլորը մի կողմ դնեն, մորատորի հայտարարեն իրանց գաղափարախոսության վրա, իրանց աշխարհաքաղաքական տեսակետների վրա, որ մենք կարողանանք այս կարևոր փոփոխություն, որ մենք կարողանանք համախմբենք ազգը արդեն։ Բայց դուք ասում եք 6 ամս մինչև ընտրություններ, 3 տարին դա ընտրություններից հետո է։ Արդեն 3 տարի ընտրություններից հետո։ Եթե չընտրվեք։ Չէ, եթե ընտրվեցինք։ Եթե ընտրվեցիք 3 տարի, այսինքն 3 տարուց հետո Նինա Կարապետյանցը հրաժարական է տալու եւ նոր ընտրություններ են լինելու։ Մենք չենք սպասելու։ Այսինքն ընտրություններ են լինելու եւ կարող է այս կազմը փոփոխության ենթարկվել։ Միանշանակ, որտեղ սա նախնական պատկերացում է։ Եվս մեկ հարց, մինչև անունները թվարկեմ, մեջ բերեմ, այս մարդիկ, որոնք նշված են, իրենց հետ արդեն դուք համաձայնության եկել եք, թե իրենք հանկարծ բացելու են եւ տեսնել։ Իրանք հանկարծ բացել են եւ տեսել են, այո, որտեղ դա ուղղակի իմ մոտեցումն է եղել, հետո մեր համակարգիչները աջակցեցին։ Գիտեք ոնց, սա պետքա լինի այսպես, որ ոնց եմ ես տեսնում, որտեղ եմ տեսնում։ Ես ասելով հենց դուք մեր թիմը նժարը Այդ սա ինձանից է դուրս եկել, բայց հետո իմ թիմակիցները ինձ սատարեցին։ Մի խոսքով, եթե այստեղ փոխվարչապետ Լևոն Զուրաբյանն է նշված, Լևոն Զուրաբյանը ձեզ հետ մշակել է այս ամենը։ Ոչ մեկ, բացի Տիկին Կարապետյանցից ոչ մեկ։ Եթե անվտանգության խորհրդի քարտուղարը նշված է Մանեթ Անդիլյան, նա եւս համացանցից է իմանալու, որ դուք իրեն վստահության քվե եք տալիս։ Թվարկեմ մի քանի եւս անուններ։ Պաշտպանության նախարար Վարուժան Ավետիսյան։ Բայց շատ կներ, դուք ասեք վստահության քվե եմ տալի, մենակ մի պարագայում։ Համեցեք։ Այդ վստահության քվեն այ բոլորին մենակ մի պարագայում, եթե այն պայմանները ինչ որ ընդեղ նշած է, բոլորը պատրաստ են ընդունելու։ Այդ դեպքում վստահության քվեն կտարածվի։
Չեմ տալի ապրիորի Կարևոր է դա այդ նշումը ձեր։ Այո, որտեվ դա բանով չի էլի, ավանսով չի տալացվում, տալացվում է այն առումով, որ եթե դուք պատրաստ եք ընդունեք այդ բոլոր պայմանները ընդեղ նշված, այդ դեպքում Բայց դուք բանակցելու եք յուրաքանչյուրի հետ։ Այո, մենք փորձելու ենք, եթե ստացվի, կարող է մարդ լինի այս գրածից հետո ասի ընդհանրապես չեմ ուզում, քանի որ ինձ տենում ես օրինակ բան, անես պաշտոնի, որը ես արժանի չեմ, ես ավելի բարձր պաշտոնի, որը շատերն են իրանց պատկերացնում վարչապետներ, իրականում դա շատ մեծ խնդրեմ է, ամենամեծ խնդրեմ։ Առաջին թիվ առաջինը ով կլինի, դա հիմնական կրվախնդիրն է։ Հա, որ նայեք քանի որ Նինա Կարապետյանցը մենք դրա համար չկուսակցություն չենք ստեղծել, մենք դրա համար ոչ մի բան չենք։ Մենք ասում ենք նժարի շուրջ չէ։ Եկեք ձևավորենք իրար հետ այս վերացանում շարժումը, նոր շարժում ձևավորենք։ Եթե դուք ընդունում եք այն մնացած պայմանները, ձևավորենք իրար հետ այդ շարժումը, եկեք ձեր ամբիցիաները դրեք մի կողմ, այդ 3 տարի եթե վարչապետ չեք դառնա, այսօր հնարավոր էլ չի։ Իրանք մենակ ոչ մեկ, այնտեղից ոչ մեկ մենակ չի կարողանալու դառնալ վարչապետ։ Մոռացեք, 100% խոսք եմ տալի։ Ընդհանրապես չի կարողանալ։ Միակ ով որ կարող է դառնալ, դա Նինա Կարապետյանցն է, որ հնարավորություն ունի, որտեղ մարդիկ իրականում սպասում են այն ուժին, եթե մենք կարողանանք հասանելի դարձնել մեր ծրագրերը բոլորին, ուրիշ բան է, որ մենք այդ դեռևս այդ ճանապարհը չունենք հասանելի դարձնել։ Դե հիմա տեսեք, դուք դա ասում եք եւ նշում եք Արդարադատության նախարար Արման Թաթոյանին, ով կարծում է, որ ինքը կարող է լինել վարչապետ, քանի որ Հիմա մենք իրանց բոլորին առաջարկում ենք, ձեր ամբիցիաները գցեք մի կողմ, եկեք տղամարդ եղեք վերջով, եկեք մարդ եղեք, հայ մարդ եղեք, ու Հայաստանի համար փորձեք մի անգամ լավ բան անեք, այլ ոչ թե հետակ Սերժի վաղտ աշխատեք, Ռոբի վաղտ աշխատեք, բան անեք, հետո իր գալիս եք, ոչ մեկի հետ գործ չունեք, ոչ մեկի հետ գործ չունեք, վաղը մենք կգանք, այդ մի մարդ, որ ուզում է բանի այդ Սև լճի կողքի այդ բանը Տրամպի անունով դնի ու դրա պատճառով իրան թվում է որ Ալիևը կվախենակ թողի կետա, այտենց չեք մացել Թաթոյանի այդ պատմությունը։ Դե հիմա այդ մարդը ուզում է վարչապետ, թող մի քիչ աճի, մեծանա, աշխատի իր վրա, հետո կդառնա։ Եվ ներգրավում եք Արդարադատության նախարար, այդ ձեր խոսքից հետո Արման Թաթոյանը կասի ինձ ընդհանրապես մի մոտեցեք։ Չէ, դա այդ համար եմ ասում, ինքը չտեսնված, ես այդ գիտեմ, կողքից գիտեմ, շատ ինքը չտեսնված մասնագետ է, հենց իր հարցերում։ Հասկանու՞մ։ Դրա համար ուզում ես արի քո հարցերով զբաղվի, հետո կետաս էլի 3 տարին կանցնի, այդ 3 տարվա մեջ արեք ոտի կանգնացնենք, այս խելքի բերենք, 3 տարի հետո գնացեք էլի նոր ձեր ընտրության, ձեր ձևերով, ձեր թևերով, ամեն ինչով գնացեք ընտրության թող ժողովուրդը այդ վաղ, երբ որ հանգիստ ընտրություններ լինեն, դիքեն գան, նորմալ իրավիճակը լինի, այս քայքայված, այդ պարակտված ատելության իրավիճակը չլինի, մարդիկ հանգիստ կանան մտածեն ու կարող է իսկականից Արման Թաթոյանին ընտրեն, այդ ժամանակի հասունացած լինի։ Բարի, եւ ինձ ճիշտ ասած հետաքրքրում է այս ընտրությունը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, այսպիսի պաշտոն ունեք դուք եւ Էդմոն Մանուկյանն է։ Ինչպես եք ընտրել Էդմոն Մանուկյանին այս տարածքային կառավարման ենթակառուցվածքների։ Ես ճիշտ ասեմ, օրինակ Էդմոն Մանուկյանը, եթե այսպես միշտ բան չներ, սաղ այդ աշխատած բան չներ, իմ համար շատ ընկալելի մարդ է, շատ տրամաբանական է խոսում, շատ ժամանակ, բայց իր այդ տրամաբանական խոսում է, հետո մեծ բաներ անում, որ անտրամաբանական է։ Բայց դուք արդեն նախարար եք։ Չէ, հիմա դրա համար եմ ասում, ինքը մի հատ լավ բան ունի, որ ինքը կարա զբաղվի, ես վստահ եմ այս շրջանների հետ կապը հաստատելու, ինքը շատ լավ կկարողանա։ Եվ եթե ինքը պատրաստ է ընդունի, ոնց որ եւ բոլորը էլի եմ ասում, պայմանները ընդեղի գրված, բոլոր պայմանները ընդունում են, այդ դեպքում ինքը կարա նախարար աշխատի, ինչի ոչ։ Դե ինչի ոչը, դե բոլորին է վերաբերում, ինչի ոչը։ Դե դրա համար եմ ասում, բայց ինձ մոտ հարցեր կան։ Եվ Տիգրան Խզմալյան ունեք Եվրոպական միության դեսպան, սա ինչ պաշտոն է, սա ինչ է։ Սա մենք եթե լինենք, մենք ահատուկ այդ պաշտոնը կանենք, որովհետև իրականում մենք տեսնում ենք այդ միակ ուժն է, որ այսօր էլի եմ ասում, բացի մեզանից, որ իրականում շահագրգռված է եւ ի սրտե ուզում է գնա դեպի մեզ տանի դեպի Եվրոպա, այս մարդը ինքը ազնիվ է եղել, այն որ ինքը աշխատել է Նիկոլ Փաշինյանի մոտ, ոչ թե իր մոտ է աշխատել, այլ իր հետ, հա, ինչ որ շփումներ էին, ես հիշում եմ գնում գալիս էին ինչ որ այդ Յանի ընդդիմություն էր, հա, տենց ասած, մի քանի օքեն որ ընդդիմադիր ընդհանրապես ընդ չկար, էլի, նստած էին իր հետ խոսում էին, բան, բայց ես մի բան ճշտեցի եւ վստահ եմ, որ այդ օրենքը, որ ընդունվեց դեպի Եվրոմիություն գնալու, սա այդ մարդու ջանքերն էր,
Այո, իրան օգնեցին այդ մնացածները, այդ որ մենք արդեն ասում ենք իրանց կեղծ եվրոպամետներ, այդ խուրշուդյանիստները։ Կեղծ եվրոպամետներ։ Այո, իրանք Արամ Սարգսյան, Խուրշուդյան, Բաբաջան, դրանք կեղծ եվրոպամետներ են։ Այդ մարդիկ ոչ մի արժեքային համակարգի հետ կապված Եվրոպայի ժողովրդավարության հետ կապ չունեն այս մարդիկ։ Այս մարդիկ պաշտպանում են այդ բոլոր ոտնձգությունները, հա, այդ բոլոր անօրինականությունները, ինչ որ կատարում է այսօր մեր պետության մեջ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն դուք ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանի դեմ չեն, ապա միանշանակ, միանշանակ։ Այո։ Լավ, ձեր ձևակերպումը հիշեցի ամենասկզբում, դուք այո, այդ ձևակերպումն եք տվել։ Անդրեաս Ղուկասյանը ունի պաշտոն ձեզ մոտ, աշխատանքի սոցիալական հարցերի նախարար, իմաստունի հարցնելու ինչի սոցապ նախարար։ Անդրեաս Ղուկասյանը։ Ինձ թվում է այդ մարդու ես ինչքան լսել եմ, ինքը շատ հոգա տանում մարդկանց համար եւ դա կակրոս այդ տեղն է, որտեղ կարա շատ լավ իրան ներկայացնել։ Լավ, կա Բագրատ Ասատրյանը, էկոնոմիկայի նախարար, կրթության նախարար եւ կրթության նախարարը Կարին Տոնոյան։ Կոալիցիայի պատվավոր անդամ, այսպիսի հասկացողություն էլ կա, Պարուր Հարիկյան, Արշակ Սադոյան, Պետրոս Մակեյան, Ալբերտ Բաղդասարյան, Ժիրար Սեֆիլյան, Հայկ Դեմոյան։ Սա ինչ է կոալիցիայի պատվավոր անդամ, ինչ պետք է անեն իրենք։ Այդ պատվավոր անդամները, ասենք, իմ պատկերացմամբ, այդ մարդիկ չեն, որ պետք է նստեն ու ասենք քննարկումներին անպայման մասնակցեն, ասենք կոալիցիայի բոլոր անդամները, ասենք ինչ որ բան են անելու, հա, կոնկրետ ինչ որ իրանց բան։ Այս մարդկանց վրա պետք չի դնել ինչ որ կոնկրետ հանձնարարություն, հա, որ իրանք այս անենք ամենանը, բայց այս մարդիկ շատ մեծ լումա ունեն, այսպես ասենք, մեր թե անկախության համար, թե այս պայքարների համար այս տարիների ընթացքում, եւ այդ մարդկանց պետք է ինչ որ ձևի իրանք ներկայացված լինեն։ Ես գտնում եմ դա կօգնի համախմբման եւ ընդհանուր Բայց գործառույթ չունեն, հարգանքի դուրք եք տալիս, հասկանալի։ Հարգանքի Պարոն Հարիկյանը, նույն Արշակ Սադոյանը, այդ մարդիկ իրականում արդեն դարել են խորհրդանիշներ։ խորհրդանիշներ։ Լինեն որպես կարելի է հիմա դրան չեկալեցինք ու հենց տենց արեցինք ամեն։ Լավ, եւ կոալիցիայի կազմակերպական կոմիտեի ձևավորումը Արտաշես Էկոնոմովի։ Այսինքն այս ամբողջ կազմակերպչական աշխատանքները կատարելու եք դուք։ Այո։ Բանակցություններն եք վարելու։ Չէ, գիտեք ոնց, մենք այս կոմիտեն ինքը իրանով պետքա ներքին հարցերով զբաղվի, հա, կազմակերպչական այդ հարցերն է կարևոր։ Այդ ճիշտ ձևի դրված կտնենք, որ գիտեք ոնց, ոչ թե ամեն մեկը շատ կներեք, բայց այդ բառը ասեմ, իր էշնա քշելու, այլ ճիշտ ինչ որ մոտեցումներ մշակենք, ինչ մոտեցումներով ենք աշխատելու, որ ոչ թե էմոցիաներ ու ամբիցիաներ խոսան, այլ տրամաբանությունը աշխատի։ Սա է։ Ոնց եք դա կարգավորելու։ Շատ հեշտ է կարգավորել, որտեղ այն մոդերացիա է կան։ Դա այո, մոդերացիա, բայց դրա մոտեցումները կա, որ այնտեղ երթում կա, ժողովրդի առաջ պետք է կանեն բոլորը երթում ուտեն։ Ինչ մասին է երթումը, ես չեմ վերցրել։ Դուք չեք կարդացել մինչև վերջը։ Չէ, մինչև վերջ կարդացել եմ, բայց չեմ դուրս բերել։ Հա, չեք դուրս բերել, դրանով չեք քշում։ Դե պետք է ամեն ինչ ինչ որ պայմանավորում երթվեն, որ անալու են այնպես, ինչպես ժողովրդի դեմ, որը բաց է բաց, պետք է երթվեն, որ անալու են ինչ որ պայմանավորվել են։ Ոչ աճ, ոչ ձախքայլ չի լինելու, այլ իրականում պետք է 3 տարին աշխատեն այս հարցերը լուծեն, դրանից հետո ամեն մեկը իր ծրագիրը վեկալի, հետո սկսի ընտրվել վարչապետ կդառնան, պետխորհրդի անդամներ կդառնան, ինչ դեպուտատներ կդառնան այդ արդեն իրանց։ Եվ դուք անվանել եք սա վերջին հարցս վերածնունդ ռազմավարական ծրագիր, ինչն եք, ոնց եք պատկերացնում վերածնունդ։ Մի խոսքով հիմա շատ են խոսում այդ մասին, որ վերածնունդ է Հայաստանում։ Այո, մենք պարտավոր ենք ապրել վերածնունդ, սա ինձ թվում է պահանջն է Աստծո կողմից, որովհետև իրականում այդ վերածնունդը պետք է եւ հոգեվոր եւ աշխարհիկ կյանքում այդ ամեն ինչը մենք պետք է ապրենք այդ վերածնունդը, մենք պետք է այդ հիմնակարը դնենք նոր Հայաստանի, բայց ոչ թե իրական Հայաստանի, այլ իրավական Հայաստանի նոր հիմնակարը, ոչ սահմանադրության փոփոխության մասին չի խոսքը, անգամ չմտածեն, ասենք մենք միայն բարեփոխումներ ենք այնտեղ անելու եւ այդտեղից սկսվի արդեն նոր մթնոլորտը իրականում, այդ նոր համակարգը աշխատի, նոր մթնոլորտը Այսինքն նոր Հայաստանի նման նոր ինչ որ չէ, դա նույնն է մեր հին Հայաստանն է իր տանջանքներով, իր ցեղասպանությունով, իր ծիծեռնակաբերդով եւ մեր երաբլուրով, բայց մենք պետքա տուրք տանք
այդ ամեն ինչին, այդ մարդկանց մենք պարտք ունենք, մենք պարտք ունենք Ծիծանակաբերդին եւ Եռաբլուրին։ Եվ այդ պարտքը միակ բանն է, որ մենք կարանք տանք, դա Պինդ Հայաստան ուժեղ Հայաստան կառուցելն է։ Ես շնորհակալ եմ ասուրվածության։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովներ մեր զրուցակից այսօր զրուցը Վարդգյանի Առաքելյանը բարինացես։